Արթիկցիները ԱՄՆ չգնացին, բայց Ամերիկայի տորնադոն արդիկ հասավ։ Պտտվեց քաղաքի գլխով, ավիրեց մոտ 15 տանտանիք, ծառեր ու անասնագոմեր։ Երկու անչափահասների հայր Հովանեսը տորնադոյի ձեռքում հայտնված իրենց տունն է ուղեկցում։ Ճանապարհին նշմարվում էր հարևանների կտորներով ծածկված տանիքները, բնակիչները հուսահատ ու շիվար։ Ընդեղից մի հատ տանիք է տարել, եկե հասել էստեղ, այս մեր անասնագոմի կերիշով, հարևանի գարաժի կերիշով, մեր տան կերիշով, այստեղ ավտոտենագի կերիշն է տարել, միայն 3 միլիոն արևային ու ջրային տակածիչն է։ Բաքում խաղացող երեխաների տուն մտնելուն հաջորդել է տանիքների, ծառերի ու բակում եղած իրերի թռիչքը այստեղից այն կողմ։ Նրանք այնքան են վախեցել ձայներից, որ տատիկի տնից վերադառնալ չեն ուզում։ Հարցնում են, այսօր էլ են ձայներ եղել։ Պատուհանից նայեցի, այս բոբոկի ծառը ու այդ եղևնու ծառը այսպես ֆռում էր, դեղցի ծառը ջարդեց, բայց չեմ տեսել այստեղ դեմս ինչ է կատարվում։ Վայս ես ինչ սպիտակ բաներ Արմինեն այս կռիշից պոգեց բերա մեր դուռը։ Արթիկցի Հայկուշի կյանքում սա երկրորդ տորնադոն է։ Առաջինը 1998 թվականին է եղել։ Այդ ժամանակ տանը չէր եղել, միայն հասցրած վնասներն է տեսել։ 27 տարի առաջ քաղաքի նույն հատվածում, նույն տները վնասվել, երկար ժամանակ անտեսված մնացել են։ Հարևան այգուց, հարևանն է ձայն տալիս։ Գարաժի շիֆերը կեսն է տարել, անասնագոմի վրայի շիֆերն է բոգե շպրտել, թողտոպ է մեր ենտեղ, տան ճանսորդվից կուխնու, բաղնեկի, բալգոնի շիֆերներն է ծխեից, տակպետ մետ թապել է ծած։ Երգու սպալնու մե պալավինքեն է բոգե թապեցած։ Եթե դի ցավելել ինչ են, եթե ունեցածս, մենակ ես եմ անում։ Անցած գիշերը բարեկամի տանն է անցկացրել։ Այսօրվանից առանց տանիքի սեփական տանը։ Վաղ առավոտից իրեն ու մյուս բնակիչներին են այցելել Արթիկի համայնքապետարանի աշխատակիցները, գույքագրել վնասները կառավարությանը հասցնելու համար։ Վնասների չափերն տարբեր են, այնպես չէ որ բոլորին հավասարապես կտուրները, մեկին ասենք 20 հատ ազվոշիֆերը, մեկին մի կտուրի մի մասը, մեկին ամբողջովին, մեկին ջրատակածիչ, մեկին արևային պանելներ։ Արթիկում տորնադոներ անակնկալ, Նահապետավանում խոշոր կարկուտը, որ ավելի քան 20 րոպե տևել է։ Գետնին են հավասարվել նորածիլ սաթիլները, մերկացել ծաղկած ծառերն ու ընկուզենիները։ Յուրաքանչյուր ծառ 70-ից 100 կիլո բերք տվող են գիլազները, այդպես մի 10 հատ ունեն, այսպես ծառներ գիլազի, մոտ 5 տոննայի խնձորի ակնկալիք ունեի, տանձն էլ բավականին է տանձ ունեի, բոբոկները, ամեն ինչ, լրիվ ավիրված, լրիվ, դեղս ու ծիրանի անունը չեմ տան։ Սաշա Վարդանյանը ծառերը խնամելու գործը 8 հոգանոց ընտանիքի ոչ մի անդամի չի վստահում։ Երկու անգամ ծառերը սնուցել էր, սրսկել, հիմա կրկնակի աշխատանք պետք է տանի, որ հաջորդ տարի գոնե ծառերը բերք տան։ Սա արդեն հաջորդ տարվա բերքն էր։ Նրանց բազմանդամ ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը հողագործությունն է։ Ուրախ է, որ չի շտապել ու կարտոֆիլը ընդամենը 2 օր առաջ է ցանել, փոխարենը լոլիկ, սող ու սխտոր չունի։ Ասի ինչ է մնացել։ Բնակիչներից մեկի խոսքով վնասվել են նաև մեքենաներ ու անասնագոմեր։ Նահապետավանի ղեկավարն էլ ասում է, եթե կարկուտի պահին գյուղացիներից մեկը դրսում լիներ, ողջ առողջ տուն չէր հասնի, իսկ ամենամեղմ վնասը գլուխը պատռվելը կլիներ։ Մեծ վնասներ են կրել մրկատու ծառները, համարյա 60%-ը ջարդվել է, ցորենը 40-ից 50%-ը ջարդվել է, սացիլները ամբողջությամբ շարտված է, նույնիսկ այդ խոդին վնասել է, ամեն ինչը։ Շիրակի մարզում բնության արհավիրքը բնակիչների մի մասին առանց տանիքի է թողել, մյուսներին առանց ուտելիքի։ Դափ դատարկ նստել են, դեռ սթափվելու շրջանում են։ Չնայած Սաշա Վարդանյանն արդեն որոշել է,
միայնակ չի թողնելու ծառերին այդքան կարկտահարումից հետո, բայց ինքն ու մյուս բնակիչները եւս միայնակ չեն ուզում մնալ այս խնդրի հետ։ Կառավարությունից ուշադրություն ու օգնություն են պահանջում։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։